Շնորհակալ եմ ինձ ընձեռված հնարավորության համար։ Ես կաշխատեմ չկրկնել ուղղակի մեր զինանշանի մասին։ Հիշում եք, մինչև զինանշանը այս շենքի, որը համաշխարհային խորհրդարանական շենքերի տասնյակի մեջ իր պատվավոր 4-րդ տեղն է գրավում, այս շենքի ճակատին ամրացված զինանշանը մինչև հանելը լազուր կապույտի մեջ էր։ Հիմա, երբ որ հանեցին ու էլ չէին դնում, երևի լրագրողները կփաստեն, թե ես ինչքան եմ աղաղակել, որ զինանշանը պետք է իր տեղն ունենա, դրեցին և դրել են սև շրջանակի մեջ։ Պարոնայք, տիկնայք, սևը մեր ազգային ըմբռնումների մեջ սքո նշանն է։ Մենք չպետք է թույլ տանք, ես այս մասին բազմիցս եթերներում ասել եմ, աղաղակել եմ, բայց ինչպես ասում են ձայն բարբարո հանապատի։ Հայ-թուրքական սահման, չկա այսպիսի հասկացություն։ Հարգարժան պատգամավորներ, նախարարներին չեմ կարող այդ բառը ասել, որովհետև մեր կառավարությունում չկան պաշտոններ զբաղեցնողներ, կան պաշտոնամոլներ պարզապես։ Հարգարժան լրագրողներ, քաղաքացիներ, մի արտահայտեք այս բառակապակցությունը, այսպիսի իմաստ հայ թուրքական սահման որևէ փաստաթղթով երբևէ որևէ պետության միջև, պետությունների ներողություն միջև չի նկարագրված և չի վավերացված, ուստի պետք է օգտագործել անցուղի բառը։ Պետք է հիշեք, չէ, այդ անցուղու մոտ բնակվող տիկինը ինչքան հպարտ էր, որ իր մեղուները գնում են Թուրքիա, նեկտար են բերում, մեղր են սարքում, ինչքան բավարարված էր, նրա ամուսինն էլ ասում էր, այ որ թուրքերը գան իմ թոշակը կբարձրանա։ Այս տխմարների ասածները չպիտի ախր մեր հոգու մեջ թեկուզ մի նշույլ տեղ ունենան։ Մայրենի լեզվի կիրառում, սա իմ հավերժական ցավն է դարձել, ինձ բոլոր ճանաչողները կհավաստեն դա։ Մայրենի լեզուն մեր ազգային եզակի արժեքն է և մենք բոլորս պարտավոր ենք գլուխ խոնարհել լեզվի առաջ։ Խեղճի կալանավորները, ես երևի այս հարցին չանդրադառնայի, որպեսզի կրկնություն չլինի, բայց ես չեմ կարող այսօր այստեղ չարտահայտել Բագրատ Սրբազանի այս մի արտահայտություն իր ոգեղեն ելույթից դատարանում, երբ որ ասաց, ախր ես տուն էլ չունեմ, ինձ տնային կալանք էլ չեն կարող տալ։ Մտածելու տեղիք է տալիս։ Եվ ես չեմ կարող չհիշատակել այստեղ և բոլորի ուշադրությունը չհրավիրել մի մարդու վրա, որը 14 տարեկան հասակից գտնվում է քաղաքական պայքարի մեջ։ Դա կամք հասարակական քաղաքական նախաձեռնության ղեկավար հիմնադիր Վահագն Չախալյանն է, որը այսօր նորից խղճի կալանավոր է, արդեն որ երրորդ անգամ։ Սա այն մարդն է, որի մասին Սաակաշվիլին եթերում բարձրաձայնեց, ես 3 թշնամի ունեմ աշխարհում, մեկը Պուտինն է, մյուսը Իվանիշվիլին է, մյուսն էլ Վահագն Չախալյանը։ Եվ չեմ կարող չտալ նաև Արմեն Ալեքսանյանի անունը, որը նույնպես կամքից է։ Ես ուղղակի շատ վատ եմ զգում, որ մեր հայրենակիցները, որոնք Բաքվում են, եթե մեր հայրենակիցներին այստեղ են այդպես խոշտանգում, բա մնացածների հետ ինչպես են վարվում, ով գիտե։ Մենք այդ մասին պիտի մտածենք, և մենք երբ որ 8 ամիս բոլոր 5 շաբթի օրերը կամ հասարակական այդ նախաձեռնությունը նստած հույց էր անում գերիների և անհետ կորածների հարցերով,
Մարդիկ կային, որ գալիս մեզ ծաղրում էին պարզապես, թե ես ինչ եք անում, դուք գերի կարող եք հետ բերել, փոխանակ միանային մեզ, և մի խոսք էլ ոստիկանության մասին, ես պիտի ձեր ուշադրությունը հրավիրեմ, 88 թվականին, երբ որ Գորբաչովի զորքը այն ժամանակվա Շաումյանի անունը կրող պալատի աջ ու ահիա կողմերից դուրս եկավ ինքնաձիգներով, ոչ թե մահակներով, այդ ժամանակ, այն ժամանակվա սովետական միլիցիան եկավ ու կանգնեց մեր ու Գորբաչովի զորքի մեջտեղում, ներողություն եմ խնդրում, որի միակ պաշտպանիչը իր հագած շորն էր, այսօր ոստիկաններ, ես ձեզ շատ եմ վատ բաներ ասում և իրավունք ունեմ ասելու, հիշեք, նրանց արածը չի հիշվում, ձեր արածն էլ չի հիշվելու և վերջապես մի նախադասություն մեր բոլոր կին նախարարների և ՄԻՊ-ի մասին։ Ես բոլորի երեսներին ասել եմ, բոլորը նրբիկ, գեղեցիկ, հագած, կապած, մաքիաժը ամեն ինչը տեղը, գնացեք պոդիում, գուցե մրցանակներ բերեք Հայաստանին, դուք ինչ եք անում այս գերատեսչությունների հետ, օրինակ ես Արփինե Սարգսյանը 1000 ներողություն, կանգնել է, խոսում եք սպանված երեխայի մասին, բայց չասես քո ղեկավարած գերատեսչությունում չկա հասարակայնության հետ կապերի վարչություն, դուք օպերներ չունեք, թե ինքը պիտի աչքի ընկնի, ասում է ձինձիու մոտ կապես կամ կծել կսովորի կամ էլ ակացի տալ, հիմա նա Նիկոլի հետ է քայլում, ես այդ բոլորին, հանիրավի այդ պոստերը գրավողներին ու պարզապես համարում եմ, կամ ուժների տակից հավաքածներ։ Արթուր Միքայելյան